Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլ ընտրանք։ Պետք է ունենա այլ ընտրանք լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Այդ ես չեմ որոշելու ժողովուրդ։ Այդ ես չեմ որոշելու։ Այդ հզորն է որոշելու։ Հզորը ով է հզորը, Հայաստանի քաղաքացին է հզորը։ Այդ դուք եք որոշելու, ես չեմ որոշելու։ Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլ ընտրանքներ եւ դուք ունեք այլ ընտրանքներ։ Եվ ես ուզում եմ ասել, այն մեր գործընկերները, ովքեր սրանց սպառնալիքով են պատասխանում թեկուզ թաքնված, իրանք իրանց դեմ են գործում։ Որովհետեւ իրանք ընդհակառակը պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին։ Ասեն այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում, ասում են մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք։ Լսեք, անտրամաբանական է եւ էտել ուրիշ բան է, ուրիշ տրամաբանություն, անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, ասենք օրինակ թանկ գնով, որովհետեւ թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է ալնելու։ Հայաստանը լինելու է միլիարդների եւ տրիլիոնների երկիր։ Մենք այլևս ենք կուչեկած։ Մենք այլևս ենք կուչեկած, պլեջին կակա ասող պետությունը եւ ժողովուրդը չենք։